Մարդիկ կան խոսում են, ասում են Հայաստանը կործանվում է, էս ալնում, են ալնում։ Այդ մարդիկ ուղղակի չգիտեն Հայաստանը, մարդիկ կան եւ իրոք իմ ասածի մեջ քաղաքական քննադատություն չի այնքան ինչքան իրադրությունը հասկանալու փորձ, որովհետեւ Հայաստանում կան ինստիտուտներ, կազմակերպություններ, քաղաքական փիլիսոփայություն, որը ինքը ապրում է Հայաստանի կործանման բանաձևի մեջ, այսինքն իր հարաբերության ձևը, իր գործունեության ձևը, իր գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։ Եթե Հայաստանը չի կործանվում, գործունեության դաշտ չկա։ Հետևաբար գործունեության դաշտ գոնե մի քիչ ապահովելու համար պետք է հիմնավորել, որ Հայաստանը կործանվում է, բայց ոնց որ էտել արդեն չի ստացվում եւ երեկվա ընդդիմության դատարկ տեղերով խորհրդարանական դահլիճը դրա մասին է վկայում, որ արդեն էտել չի լինում հիմնավորել, բայց ամեն դեպքում ես չեմ ուզում, որ մենք նաեւ ինքնամոռացության մեջ ընկնենք, մենք երբեք ոչ մի մարտահրավեր չենք կարող չնկատել, դա եմ ասում, այդ ռեժիմից էլ է պետք դուրս գալ, որ կառավարությունը մի ինստիտուտ է կամ իշխանությունը, որը ամեն օր պետք է ապացուցի, որ ամեն ինչ փայլուն է, անդիմությունն էլ հակառակը ապացուցի, ոչ, մենք պետք է մեր խնդիրների մասին խոսանք, նախ որ հանրությունն իմանա, որ մենք գիտենք այդ խնդիրների մասին, որովհետև երբեմն կարա տպավորություն ստացվի, որ մենք խնդիրների մասին տեղյակ չենք, էլի կաբինետներում փակված, տենց ոչ մի բանից տեղյակ չենք, ես ձեզ վստահ ասում եմ, որև մեկը Հայաստանի խնդիրների մասին չգիտի այնքան, ինչքան մենք։ Բացառված բան է, որ այդպիսի իրավիճակ լինի։